Սիրելի կապանցիներ, սիրելի սյունեցիներ, շնորհակալություն նախ այսօրվա հանդիպման այն հարցերի համար, որ դուք տվեցիք եւ ինձ համար շատ կարեւոր էր եւ հաճելի էր այդ քննարկումը։ Ակնհայտ երևում էր, որ դուք նույնպես հետաքրքրված եք եւ ուզում եք լսել այն պատասխանները իրոք եւ այդ քննարկումը դրա ապացույցն էր։ Տեսեք, ժողովուրդ ջան, մենք կանգնած ենք այսօր պատմական ընտրությունների առաջ։ Սրանք մեզ համար կարևորագույն նշանակության ընտրություններ են, մեր երկրի, մեր ազգի, մեր պետականության համար։ Այսօր այնպես է ստացվել, որ ցավոք սրտի մեզ շատ են տարբեր վախերով վախացնում, տարբեր բաներով։ Մի դեպքում սպառնալիքներ են, աշխատանքից կազատենք, մի դեպքում մեկի քրոջը, մեկի եղբորը ընտանիքում, մենք Հայաստանում դա համատարած ենք տեսնում, դա բարձրագույն իշխանության մակարդակով գալիս է։ Մյուս դեպքում վախեցնում են պատերազմով։ Օրինակ, ես չլինեմ պատերազմ կլինի եւ այլն, եւ սա էլ հենց վկայում է նրա մասին, որ անվտանգության ձախողված համակարգ է, որովհետեւ եթե ես չեմ պատկերացնում, ես լինեմ երկրի ղեկավար ու հանկարծ նման բան ինձ թույլ տամ, այդ նշանակում է դու այնքան ես ձախողել երկրի անվտանգության համակարգը, որ ասում ես, եթե ես չլինեմ պատերազմ կլինի, ինչ կապ ունի դու չլինես, Պողոսը լինի մյուս, եթե համակարգը տակը դրված է, երբեք չի կարող պատերազմ լինել։ Կամ ուրիշ վախեր կան, մեկը վախեցնում է Ռուսաստանի սանկցիաներով։ Մի մասը, որ եթե այսինչ ուժերը չընտրվեն, Ռուսաստանի ուզած օրինակ կլինի պատերազմ։ Մեկ ուրիշ մասը պրոեվրոպական ասում է, գիտես ինչ կա, եթե ռուսականը ընտրվի ռուսականը, կլինեն ռուսական ավելի սանկցիաներ կլինեն։ Այն մյուսները ասում են, եթե հանկարծ գնացիք պրոռուսական, ասենք ովքեր տրամադրված են, ասում են, եթե գնացիք Եվրոպայի կողմ, Ուկրաինայի նման կլինի։ Այն մյուսները վախացնում են, ասում են 300,000 ադրբեջանցիներ կգան։ Մենք միակ ուժն ենք քաղաքական, որ լուծումներ ենք տալիս։ Մենք ոչ մեկի չենք վախացնում, մենք կոնկրետ լուծումներ ենք տալիս։ Մենք ասում ենք ունենք բոլոր հարցերի լուծումները։ Եվ մենք ասում ենք մեր երկիրը, մեր ժողովրդով մենք բոլոր հարցերը լուծելու ենք։ Ու ասում ենք չկա Հայաստանում հարց, որ մենք չլուծենք։ Ես հիմա բոլորի վրա բոլորով կանցնեմ ու կասեմ, թե լուծումները որտեղ են, որ մեր ժողովուրդը քվեարկի ոչ թե վախերից ելնելով, այլ հույսով ու հանուն հույսի ու հավատի մեր պետականության համար։ Նայեք, այնպես է ստացվել, որ մենք աշխարհաքաղաքական ընտրությունների առաջ ենք կանգնած։ Մենք պետք է քվեարկենք, հասկանանք Ռուսաստանը ում է ուզում, Ամերիկան ում է ուզում, Ադրբեջանը ում է ուզում, այս իշխանություններին է պաշտպանում։ Ոչ, մենք այդպես չպետք է քվեարկենք։ Մենք պետք է քվեարկենք հաշվի առնելով կապանը ում է ուզում։ Գորիսը, Մեղրին, Երևանը, Գյումրին, Վանաձորը, Մարտունին, Գավառը, Դիլիջանը, սա պետք է լինի մեր ընտրությունը։ Մենք միայն այսպես կարող ենք ձևավորել Հայաստանի շահի մասին մտածող իշխանություն։ Եթե մենք մտածեցինք, թե ուրիշները ինչ են ուզում, այդ դառնալու է ուղղակի գիտեք ինչ, ուրիշների շահերի հանրակրվե։ Մենք ուրիշների շահերի հանրակրվե չենք անելու, որ մտածենք այս իշխանությունը, այս երկիրը ուզում է իր մարդկանց բերենք այդ մարդկանց։ Բայց այն մյուս երկիրը կասի հələ մի րոպե, բա իմ մարդիկ։ Մենք այդքան ռեսուրս ունենք, ժողովուրդ ջան, որ ասենք սրա մարդը անենք, նրա մարդը։ Բա մենք ում ենք ուզում, մեզ ով է հարցրել։ Լուծումները այսքան տարի դրա հետևանքն է եղել, որ կանգնել ենք այս աշխարհաքաղաքական ընտրության առաջ։ Այս գործող վարչապետները այնքան է ուրախացել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարություն արել, որտեղ իրականում իրենց Ադրբեջանն է պաշտպանում։ Բայց այնքան է ուրախացել մի արտաքին ուժեր իր համար է բերում, որ քվեարկի բանը փրկի իր փրկեն իր քարոզարշավը։ Մենք քաղաքական ուժ ենք, ես որպես նաև վարչապետի տեխնացու պատասխանատու հայտարարում ենք, մեր մեջքի հետևում մենակ հայ ժողովուրդն է, բայց մենք այտենց ավելի զորավոր ենք, ավելի ուժեղ ենք, որովհետև մենք կարողանալու ենք լիարժեք աշխատել բոլոր պետությունների հետ։ Ես իմ մասնագիտական, պետական համակարգի ամբողջ կյանքում լիարժեք ամենաբարձր մակարդակի վրա հարաբերություններ եմ ունեցել եւ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, եւ Ամերիկայի եւ Եվրոպայի բոլոր մյուսների հետ, որովհետև աշխատելու ձև կա, որովհետև այդ պետությունը կառավարելու կոնկրետ ձև կա, ոչ թե նրա համար են ընտրվում, որ գիտես ինչ կա, կյանքը անձնական բարելավեն, այլ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Այս ժողովուրդն Ռուսաստանի սանկցիաների մասին խոսեցինք, չէ՞, ի՞նչ է տեղի ունենում։ Այդ տակը աշխարհաքաղաքական կռիվներն են, բայց տակը մեր ժողովուրդն է տուժում։ Բայց 8 տարի իշխանության լինես, դու իմանաս, որ տես կախվածություն կա, մի օր այդ հարցը առաջ է գալու, անընդհատ վախացնում են դրանով, դու այդ հարցերը չկարողանաս լուծել, կամ չանես, կարող եմ ես ենթադրել, որ հատուկ է արված, կամ պատերազմի 6 տարի 20 թվից հետո իշխանության շարունակել մնալ ու ասել ես չլինեմ պատերազմ կլինի, այդ ուղղակի ես բնութագրում եմ շանտաժ։
Այսինքն հատուկ ջուր չես զարգացրել այդ համակարգը, որ հիմա գա պահա ասես, եթե ես չլինեմ, ուրեմն ընտրություն պատերազմ կլինի, այսինքն մեր ժողովրդի վրա մարդ են բերում, տղա են բերում մեր վրա։ Մենք մեր կարողանալու ենք բոլոր հարցերը լուծել, հələ ես Սյունիքում եմ գտնվում, ինձ ավելի ուժ է տալիս իհարկե, բայց ես նաև ասում եմ, որ սա մեր լուծումները պետք է լինեն, ժողովուրդ ջան, մենք պետք է տրամաբանությունը փոխենք։ Մեզ անընդհատ ասում են հնարավոր չի, նայենք տեսնենք այն իշխանությունը, երկիրը ինչ ա ուզում է, մյուսը ինչ ա ուզում։ Ոնց հնարավոր չի։ Մեր մեջ հատուկ ինտրիգներ են մտցնում, հերրու պահեն մեր քաղաքացիներին ընտրություններից։ Վախեցնելով ինչի, որովհետև սարսափացեն պաշտոնները պահելու մոլուցքով տարված են։ Մի քանի հոգի ընդամենը, բարձրաստիճան մակարդակի, կրթական համակարգից եմ խոսում։ Ես պատասխանատու ասում եմ, մեր քաղաքացիների համար ասում ենք բուհերում անվճար կրթությունը կլինի, իշխանությունից ասում են, բայց ոնց են պատրաստում գումարները բերել։ Մենք հաշվել ենք, այն ամենավերնախավի պաշտոնատար անձանց պարգևավճարները գաղտնի կտրում ենք հենց առաջին օրը։ Գումարները միանգամից ուղղում ենք բուհերին։ Հələ տենան ոչ չի հերիքելու։ Իմ համար ավելի կարևոր է իմ երեխեքին, մեր երիտասարդներին կրթություն տանք ժամանակավոր, քան թե ինչ որ պաշտոնատար անձին գնան կյանքը վայելել։ Դուք չեք եկել նրա համար, որ ձեր կյանքը բարելավեք, դուք եկել եք նրա համար, որ մեր իշխանություն լինի, որ ժողովրդի կյանքը բարելավի։ Նախընտրական քարոզչության ժամանակ գումարներից են խոսում։ Հսկայական գումարներ, ասում են մենք աշխատավարձերի վրա ենք նստած։ Աշխատավարձերով ենք ապրում։ Որտեղ է ձեր աշխատավարձերը հələ տեսնեմ, ամեն մի այցը միլիոնավոր դրամներ անեց, որտեղից այդ գումարները ձեզ։ Կարող եմ ենթադրել, որ ինչ որ գաղտնի ֆինանսավորումներ են, օլիգարխներ են, Ադրբեջանն է ֆինանսավորում, բայց ինչի՞ չեք բացահայտում այդ ամեն ինչը։ Մենք մեր սահմանային հարցերը Սյունիքում ամենակարևոր զգայուն հարցերից է։ Բոլորը գալիս վախացնում են։ Ես հատուկ ուզում եմ ասել, ժողովուրդ ջան, հանգարտ չնեղվեք։ Ոչ մի հարց չմտահոգի թող ձեզ։ Մենք բոլոր հարցերը լուծելու ենք։ Երբ ես մարդու իրավունքների պաշտպանն էի, մենք թեթևի Կապանի համայնքի հետ աշխատում էինք, այնքան ապացույցներով, իրական ինֆորմացիայով հեղեղել էինք ուղակի միջազգային զեկույցներով, միջազգային մարմինները, կառույցները, մամուլը, բոլորը մեր մասին էին խոսում։ Դեսպաններ կային, ինձ գալիս ասում էին, սա հատուկ ուզում եմ նաև բացահայտել։ Եկան ես անվտանգության գոտու գաղափար էի առաջ տանում։ Եկան ասեցին, եթե դուք կարողանաք կառավարությանը համոզել, որ անվտանգության գոտու հարցը առաջ տանենք, մենք միջև ձեր հետ ենք։ Ոչ միտև չկարողացենք այդ հարցը առաջ տանել։ Ինչի՞, որովհետև մարդիկ մենակ պաշտոնների մասին են մտածում։ Այս սա է խնդիրը, որ պետք է լինի իշխանություն, որը մտածում է ժողովրդի մասին։ Իսկ ես ասում եի, գիտես ինչ կա, իմ համար ընդհանրապես նշանակություն չունի։ Մեր մեքենաները ուզում էին վերցնեին ֆինանսավորումը, ասում են, որ դու գնում ես մարզեր, զեկույցներ ես ներկայացնում, մարդիկ մեզ քննադատում են, դու մեզ ներկայացնում ես որպես թույլ իշխանություն։ Դες մենք չհասկացա, ինչ շատ հետաքրքիր է, դուք թույլ եք երևում, թե չէ։ Իմ համար ամենակարևորը կապանցին, որ ներքին հանդի բնակիչը, որ հարազատը մահանում է, ոչ չի կարողանում, չկա գերեզմաններ, որովհետև Ադրբեջանը կօկուպացրել է։ Գիշերով էին մարդիկ երթևեկում ճանապարհով, այդ գիշերով ներողություն, երթևեկում են լուսերը հանգցրած վիճակում, որ չտեսնեն, այդ վիճակներն էլ ա եղել։ Այս սա է իմ համար կարևորը։ Եվ ես հստակ պատկերացնում եմ լուծումները, գիտել ուղղակի պետքա գիտելիքով, կոնկրետ, ճիշտ, խելացի աշխատել, բոլոր լուծումները կան։ Ես ձեզ խնդրում եմ ընտրությունը կատարելի ժողովուրդ ջան, մտածեք, ով կարող է պետություն կառավարել։ Ով է հասկանում պետությունից։ Սա շատ ով հաջողված փորձ ունի, ում հետ դուք ապահով եք զգում, որովհետև լավ պաշտոնյան, ոչ թե այն պաշտոնյանը, որը ու լավ պետությունը ապահով իշխանությունը, ոչ թե այն, որ թե լավ ժամանակ ոնց է ներկայանում, ինչ ձև է, այլ են թե ով ոնց է աշխատում ճգնաժամի իրավիճակում, բարդ իրավիճակում, պատերազմի ժամանակ։ Այս սա է չափանիշը, որով պետքա որոշվի լավ պաշտոնատար անձը, որ իսկապես մտածում է ժողովրդի մասին։ Ես մի քանի օրինակներ բերեմ, որ դուք տեսնեք։ Միջազգային հանրային աշխատանքներում մենք ոնց ենք։ Ես մի քանի օրինակ բերեմ, որ նաև դրանք չբացահայտված են։ Ես փոխնախարար էի, ադրբեջան կար, Եվրոպայի խորհրդում մի շատ կարևոր կառույց կար, որի ղեկավարը ադրբեջանցի էր։ Մեկ էլ տեսնեմ, սա մի օր հարցազրույց է տվել Հայաստանի հետ կապված, թե բա Հայաստանում այն ժամանակ ազատությունը զրկելու պայմաններն էին, դա 12014 կամ 15 թիվներ։ Հայաստանի հետ կապված շատ վատ հարցազրույց էր տվել եւ գաղտնի ինֆորմացիա էր բացահայտել։ Ուրեմն, միջև վերջ արել ենք նամակներով հատուկ գրեցինք, ուղարկեցինք, ես մի օրով հատուկ գնացի Ստրասբուրգ, բոլոր այդ կոմիտեի անդամների հետ անհատական աշխատեցինք, փակ գաղտնի նիստով, այդ նույն նիստով պաշտոնազրկեցին այդ անձին։
Ինչ եմ ուզում ասել, ժողովուրդ ջան, հարցի լուծելու ձևերը կան, դու պետքա խելացի աշխատես։ Մենք այսքան հզոր ժողովուրդ ենք, ամբողջ աշխարհով, հլտասեք մենք քանի ինչքան, որ մատդ որ մի երկրի վրա դնես, մենք այնտեղ հայ ունենք, չէ՞։ Ուր գնանք աշխարհի որ ծայրներ ընկնենք, սկսում ենք հայ փնտրել, որովհետև գիտենք նաև, որ այդ մարդը հաստատ պատվով մարդ է լինելու, հաստատ մի արդյունքի հասած։ Հրդեսեք մենք իրար հետ լինենք ինչքան ինչ լավ կլինի, ինչքան սարեր շուռ կտանք։ Սփյուռքի մեր ներկայացուցիչներով։ Մանավանդ այդքան Սյունիքը հատկապես շատ են սիրում բոլորը։ Ես բան եմ ասում, ես բոլորի հետ շատ կապեր ունենք, գնում գալիս ենք, տեսնում ենք, հատկապես դա հնարավոր կլինի։ Կամ ասենք մեր միջազգային աշխատանքները օրինակ։ Ես ոնց ենք մտածում, չէ՞, ասենք գնում ես, ես երբեք չեմ մոռանա ներքին հանդում կանգնած բնակչի հետ խոսում ես, մեկ էլ երեխեքից մեկը եկավ վազելով ասեց, հենց նոր ականի վրա խոզերը պայթեցին։ Դու այդ մարդը ասում ես ամբողջ կյանքը արեր դրել է, լավ, էդի քո մեր պաշտոնյայի համար Երևանում նստած, կարող է ասենք դա ոչ մի բան է, իրան ոչ մի բան է, բայց ես այդ մարդու աչքերի մեջ տեսնում ես ամբողջ կյանքի արած դրածն է, այդ մարդը չգիտի հուզվի, նայի քեզ, արդյունքը գալիս է համարյա, որտեվ իր կյանքի արած դրածն է, ոնց կարող ես դու անտարբեր վերաբերվել։ Ես այս ամեն ինչը տեսնում եի, գնում ես Երևանում, տեղը չես գտնում, ուզում ես բոլոր տեղերով հարցերը բարձրացնել, որտեվ սրանք հարցեր են, որոնց լուծումները կան, մենք ունենք։ Գիտեք, այս անվտանգության հարցերը դարձել են մենակ բոլորը խոսում են օկուպացիա բառը լավ են սովորել, վերջ, բայց ոչ մեկ չի խորանում այդ հարցի լուծումը։ Տպավորությունն ասենց մկրատով ապլիկացիա են անում, վերցել են, կտրտում են թուղթը, դա մեր քարտեզն է։ Նախ որ ամեն սանտիմետրի համար մեր ժողովուրդը կյանք է տվել, ես այդ ծնողների հետ մարմիններ եմ որոնել մարտի դաշտերում, ես արդյունք եմ տեսել մարդկանց աչքերին, չգիտեմ, այդ ամեն ինչ, նաև հպարտություն, որովհետև իրանց տղաների համար են հպարտ, ամեն սանտիմետրի համար։ Բայց բացի դրանից, հենց հիմա ես մի քանի օրինակով բացատրեմ, ես լինեմ ոնց եմ այս հարցերը առաջ տանելու։ Նայեք, մեր արոտավայրերը չի լինում արածեցնել անասուններին։ Մեր վարելահողերը չի լինում մշակել, խոթարքները, գյուղացիների մեր տները նշանառության տակ են։ Որոտանում, կանգնում ես պատուհանից նայում ես, այն դիմացի տնից ադրբեջանցիները ավելի շուտ են արագ գալիս կանգնում քո դիմաց զենքերով։ Կամ մեր երեխեքը սովորում են դպրոցում, ներքին հանդում, շուրնուխում։ Դպրոցի պատուհանից ադրբեջանական դիրքն է, շուրնուխի պատուհանից նայում ես, հերիք չի մի հատ ադրբեջանական զորամաս են բերել կառուցել, հետնել ազգայնական կոչ են դրել։ Թուրքական ազգայնական կոչ, որ վախեցնել մեր երեխեքին։ Տեսեք հələ, մենք արոտավայրերով, գյուղացիների իրավունքներով մակում հատուկ մարմիններ կան, կառույցներ կան, պետքա բարձրացնենք հարցերը տանենք։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, կոմիտեն, երեխաների իրավունքներով կան այդ կազմակերպությունները առանձին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, մյուսը, առանձին մարմինների պետքա դիմել, այդ մարմինները միջազգային կառույցները չէ որ այդ աշխարհի պետություններն են ստեղծել։ Դիվանագիտության հիմքեր ես առաջացնում, ճնշումներ ես գործադրում, բնապահպանական հարցերը։ Սրաշենի դիմացը կանգնած նայում ես ներքին հանդի, այդքան ճանապարհներ են կառուցել, մեր անտառները ոչնչացնում են, կենթանական աշխարհը ոչնչացնում են, ամբողջ բուսականությունը ոչնչացնում են։ Սրա համար առանձին հանցագործություններ կան։ Այս էլ առանձին գծով պետք է աշխատենք։ Ռազմավարական օբյեկտները, հեկերը, ջեկերը, այս ճանապարհի ճակատենի վրա որ կա, չէ՞ դիրքը, կապանի բաղաբուրջ թաղամասին է նայում, չգիտեմ, Պոչամբարը եւ այլն, բայց դրանք ստրատեգիական անվտանգության հարցեր են։ Այս հարցերը պետքա բոլոր ուղղություններով տանենք առաջ։ Այսինքն մենք պետքա բանակցային օրակարգ բերենք, այս բոլոր հարցերը հեղեղենք։ Ես հիմա մենք իշխանության չենք, ես այս ընթացքում անընդհատ միջա մարդու իրավունքների կոմիտեն, մյուս մարմինները հեղեղում են մեր այս հարցերով, որ հանկարծ չմոռանան ոչ մեկ։ Այսօրվա սահմանազատումը լրիվ կեղծիք է։ Ինչի է կեղծիք, որովհետև այսինքն դուք տես միամիտ ենք, հա, իշխանությունները մեզ միամիտի տեղ են դրել, որ ես արբանյակային լուսանկարներով ցույց եմ տալիս, որ ներխուժում են արել, դիրքեր են ավելացրել, Վարդենիսի հատվածում, Ջերմուկի, ճանապարհներ են կառուցում։ Ադրբեջանական, հնարավոր նաև հարձակման կարող են օգտագործել։ Ինձ ասում են սուտ է, չկա տենց բան։ Վերին օրից մաքրվում է Ադրբեջանը։ Հարցը տեղ չի, հարցը այնտեղ է, որ մենք չթողենք, թույլ չտանք, որ այդպիսի զարգացումներ տեղի ունենա, որովհետև մենք կարող ենք սա բանակցային քննարկումների օրակարգ դարձնել, ներկայացնել, մինչև այն թեյնիկն էլ բացես մեջից այս հարցը պետքա դուրս գա, որ ոչ թե մոռացության մատնվի, այսօրվա սահմանազատման process-ին չեմ ասում կեղծիքա, որովհետև սա այս process-ը տանում է նրան, որ մոռացության մատնվի այս հարցը, ես երբեք չեմ թողնելու, որ մոռացության մատնվի, եւ ես ասեմ ձեզ, թե Ամերիկան, թե Ռուսաստանը, մյուսները, հատկապես եվրոպական միջազգային կառույցները, այս հարցերը նրանց միջազգային քաղաքականության հիմքն են, նրանք են ստեղծել այս կանոնները, այսօր ինձանից ես չեմ հնարում։
Ես աշխատել եմ ՄԱԿ-ում, միջազգային սահմանային անվտանգության ծրագրերում, Frontex-ի հետ, մյուս միջազգային կառույցների հետ։ Անգիր պատկերացնում եմ ինչպես է դա արվում, եւ լուծումները կան։ Ամենակարևորը ճիշտ պետք է այդ հարցերը բարձրացնել եւ ճիշտ տեղ հասցնել այդ հարցերը։ Մենք գանք նաեւ մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում են անվտանգության մյուս բաղադրիչներին։ Կրթության հարցերը։ Այսօր շատ խոսվեց, մենք խոսեցինք կրթությունից։ Նայում ես, ես իմ դասախոսական աշխատանքում զգում ես ինչքան կարևոր է, ցավոք այսօր հետընթաց ունենք։ Ցավոք նայում ես, տեսնում ես մարզերից բան շատ են գալիս, ինչը մի կողմից լավ է, թող մարզերից գանք, սովորեն, կրթվեն, բայց դրա արդյունքում հետ չեն գնում նաև մարզեր։ Սա է խնդիրը։ Մենք մարզերում պետք է աշխատատեղ ստեղծենք, զարգացնենք, հավասար զարգացնենք, ոչ թե խոսենք, ուղղակի խոսենք։ Գարեգին Նժդեի մասին մենք այդքան խոսում ենք, մեր հպարտությունն է, բայց Գարեգին Նժդեը մեզ հետիներ մտածում կասեր, էս մենակ խոսում են, էս մարդիկ գործ չեն անում ընդհանրապես։ Մենք իրավունք չունենք նույն Գարեգին Նժդեի հիշատակի պատվի, մենք պետք է սկսենք գործ անել, ժողովուրդ ջան, ինչքան կարելի է խոսել այս մասին։ Ու մենք լուծումները պետք է ունենանք իշխանություն, որոնք գիտեն լուծումները կոնկրետ։ Ես անձամբ պարտավորվում եմ ընկնեմ ոնց էի գալիս միշտ ամեն ցար ու թփի մոտով, քարի մոտով քայլում էի։ Գնանք բոլորով, բոլոր պաշտոնյաները պետք է տես լինեն։ Մարդու մոտից տեղ չգնան, որտեվ հանուն էս իրանց պետությունն էլ է։ Ես այդ պաշտոնյաներին հիմա էլ եմ ասում, դուք մեր հետ ավելի պաշտպանված եք լինելու։ Որովհետև մենք ոչ մեկը ձեզանից քաղաքական ոչ մի բան չենք պահանջելու, մասնագիտական գործ ամենակ պետք անել։ Այլ ոչ թե այսօրվա իշխանությանը դու ծառայես, նվիրվես, հանկարծ այն մի բան չանես իրանց շահերից չբխի, հանելու են մի անգամից դուրս։ Ու տենց էլ լինում է, այսօր նրանք ամենաանպաշտպանն են, իսկ մեզ հետ ամենապաշտպանված այսօր տեսեք կրթական համակարգը ինչ են դարձրել։ Ուսուցիչներին, դասախոսներին, տնօրեններին, դպրոցներին ինչքան ճնշումների են ենթարկում։ Հələ մի հատ էլ տանում են այդքան դպրոց կառավարության ենթակայությամբ, որ ավելի ճնշումները մեծացնեն։ Մենք ասում ենք դասախոսները, ես հանցագործության մասին հաղորդումներ ենք ներկայացրել, հատուկ ասել եմ, չփորձեք հանկարծ ճնշել ուսանողներին, դասախոսներին, դպրոցի տնօրեններին ու ուսուցիչներին։ Ավելի բարձր մակարդակից է այդ ամեն ինչը գալիս։ Իսկ դասախոսներին, ուսուցիչներին, ես հիմա էլ եմ ասում, տնօրեններին, մենք ձեզ լավ ենք հասկանում, այդ ղադրը այն որ ասում է, գիտենք ձեր գործի, ձեր մասնագիտության, դուք էլ պետքա պաշտպանված լինեք եւ դուք մեզ հետ ամենապաշտպանված մարդկանցից եք լինելու, որովհետեւ լավ ուսուցիչը պետքա որոշվի նրանով ինքը իշխանության հետ է թե ընդդիմության, ոչ թե այդպես պետք է որոշվի, չէ՞, այսօր ասենք օրինակ իշխանությունը ինքը իր կողմնակից ուսուցիչներին է գովում, ընդդիմություններ իր կողմնակից ուսուցիչներին։ Այս ստացվեց լավ ուսուցիչը այն է ամեն կողմի համար, ով իր կողմից է։ Բայց դες չպետք է լինի լավ ուսուցիչը այն է, որը լավ գիտելիք է տալիս, որը արժեք է փոխանցում, որը աշակերտ է կրթում։ Էս են մեր պապերը մեզ սովորացրել, չէ՞։ Էս են մեր մայրերը, մեր հայրերը մեզ սովորացրել։ Նրանք ոչ չեն գնացել, այս մեկը իշխանության հետ է, այս մեկը ընդդիմության հետ է։ Ոչ, ով է լավ կրթություն տալիս, մեր երեխեքին մեծացնում, մեր արժեքները փոխանցում։ Այ դրանք են լավ ուսուցիչները։ Դրա համար մենք պետք է համակարգը փոխենք, որ ոչ թե քաղաքական պաշտոնյաները գան, այդ նախարարը որ նշանակեց մի թիթեռի կյանք ունի։ Ես հենց տենց եմ ասում, այդ նախարարը մի թիթեռի կյանք ունի, հենց տենց։ Եվ այդ նախարարը չպետք է կա նստի վերից վար իր մարդկանց նստացնի տեղ։ Բայց մասնագետները ինչ եղան։ Այս սա է պատճառը, որ պետք է առաջխաղացումը լինի արդար։ Ինչ ենք մենք ասում, արդարություն ենք բերում, որ առաջխաղացումը լինի ոչ թե ես դու սրա մարդն ես, դու նրա մարդն ես, այլ դու գիտելիք ունես, կարողություն ունես, մարդկային արժեքներ ունես եւ նվիրված ես արդյոք մեր պետականությանն ու հայրենիքին։ Այս սրանք պետք է լինեն մեր կարևորագույն արժեքները, ու մենք վստահաբար անելու ենք դա։ Մյուսը մեր բանակի հետ կապված, մեր բանակը, մեր անվտանգության հիմքն է։ Ինձ համար բանակը, զինվորական ծառայությունը արժեքային համակարգ է, սրբության պես կարևոր է։ Մենք պետք է մեր բանակը զարգացնենք, ֆինանսավորումը մեծացնենք շատ կտրուկ, 8%-ի, հնայի 8%-ից ցածր օրենքի մակարդակով պետք է ամրագրենք, չի լինելու, վերջ։ Հարցնում են իշխանությունից, ասում են իսկ դուք որտեղից եք գումարը ճարելու։ Ոնց թե որտեղից ենք ճարելու։ Ձեր պարգևավճարներից ենք ճարելու, արդյունավետությունից ենք գումարների հանելու, արդյունավետ ծախսի եւ գոտիները ձգած պետք է գնանք առաջ, այո, որտեվ մենք ուրիշ ելք չունենք։ Սա պետք է անենք, մեր բանակի բարեփոխումները, մեր սպան, մեր զինվորականը ոչ թե պետք է լինի բեռ պետության համար, որ տենց մտածի սոցիալական ծրագրեր անեմ, այլ պետք է լինի պետության հենասյունը, ամենակարևոր ծրագրերից օգտվող, ամենահարգված մարդկանցից մեկը պետք է լինեն մեր զինվորականներն ու սպաները։ Նրանք են մեր սահմանները անառիկ պահում։ Դպրոցների կրթության մասով ասեմ, նայեք,
դպրոցների անհիմն օպտիմալացումը կանգնելու է ամբողջությամբ։ Ես ասում եմ ամենապատասխանատու ձևով։ Օրինակը բերեմ Դավիթ Բեկի հետ կապված Սյունիքի։ Սյունիքում ամենամեծ օպտիմալացումներն են։ Դավիթ Բեկ գյուղը մենք գնացել ենք, մարդու հետ խոսում ես, ես գյուղերում Սյունիքի կապանի բոլոր գյուղերում եղել եմ եւ պատկերացնում ենք ինչպես է ամեն ինչը, աշխարհագրությունը, ամեն ինչը։ Դավիթ Բեկում մարդու հետ խոսում ես, դպրոցը պատմական նշանակություն դպրոցը է, Արամ Մանուկյանն է հաճախել այդ դպրոցը ավարտել։ Արամ Մանուկյանի դպրոցն է։ Մենք այս դպրոցը ոչ թե պետք է փակենք, պետք է աշխարհին բերենք այս դպրոցը, որ գան, տեսնեն, թանգարան պետք է մի հատ կողքը կառուցենք, որ գան, տեսնեն, մեր երեխեքին հիանան։ Ասում են բանա, բնակչություն չկա, երեխեքը քիչ են, երեխեքը քիչ են շատացրեք, այնպիսի ծրագրեր արեք գան, բնակվեն ավելի շատ, բազմազավակ ընտանիքները խրախուսենք, մարդիկ գան, ապրեն, այս սա է կարևորը։ Բայց Դավիթ դպրոցը փակելը նույնն է, որ նպատակային գյուղ դատարկես։ Դավիթ Բեկցին ճիշտ է ասում, խոսում ես մարդու հետ, ասում է ես գնամ Արծվանիկ, Արծվանիկի դպրոց են տանում, չէ՞։ Արծվանիկի ճանապարհը հատուկ մի քանի անգամ անցել եմ, որպեսզի հասկանամ, երեխեքին կկարողանան տանեն դպրոց, թե չէ։ Ես Դավիթ Բեկում գամ ապրեմ, ինքս էլ անվտանգության, իմ երեխու անվտանգության համար վստահ չեմ լինի։ Ոչ մեկը այդ երեխեն ձմեռով գա, ինչ տրանսպորտով գա, այդքան գնա, ցուրտ, ո՞նց է գնալու այդ երեխեն։ Ծնողը կես մոտ կդառնա միջև գնա գա, որ մեկը չի կարողանա դա գիտակցել։ Ավելի լավ է ծնողը մտածում է շատ ճիշտ։ Ես ավելի լավ է կամ գնամ Կապանում ապրեմ, կամ գնամ Արծվանիկում ապրեմ։ Արդյունքում ինչ ենք ունենում Դավիթ Բեկ գյուղը, որը դատարկվեց։ Հրենայեք ինչ արժեք, Դավիթ Բեկ անունը վրան։ Մեր պատմական արժեքներից մեկն է։ Հպարտանում ենք Դավիթ Բեկով ամեն քայլափոխի։ Արամ Մանուկյանի դպրոցը, էլի հիանում ու հպարտանում ենք ամեն օր, մեր ձեռքով դատարկում ենք, այս ինչ բան է։ Մենք պետք է նման հարցերին այսպես մոտենանք։ Չի կարելի մեխանիկական մոտեցում տալ, քայլը անես, հետո մտածես։ Պետք է մտածես, հետո քայլը անես։ Ու այդ մտածելու արդյունքում, եթե միտքը չի ստացվում, չպետք է գնաս չոր այդ մտքի հետևից, ուրիշ բառեր չասեմ։ Մյուս հարցերը, որը էլի դպրոցից բացի մեզ համար կարևոր են։ Բազմազավակ ընտանիքների հետ կապված։ Նայեք, Ժողովուրդ ջան, բազմազավակ ընտանիքները մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, ընդհանրապես բազմազավակ ընտանիք հասկացությունը ոչ թե պետք է բացառիկ բան լինի, ինքը պետք է դառնա սովորական բան։ Բազմազավակ ընտանիք այսօր ասելով հասկանում ենք եզակի մարդկանց, չէ՞, ասում ենք բազմազավակ ընտանիք են, ծախսերա որտև եւ այլն։ Դե համար մենք ասում ենք բազմազավակ ընտանիքներին 4-րդ երեխայից սկսած 4-րդն էլ հետը ամեն երեխային բնակարան մարզում։ Ամեն երեխային 4-րդը ծնվեց, բնակարան 5-ը, բնակարան 6-րդ երեխան, բնակարան 7-րդը էլի բնակարան։ Կարող ենք դա չանել։ Ինչպես ենք դա անելու։ Իսկ ես հարցնում եմ, կարող ենք դա չանել։ Մեր սահմանային անվտանգությունը, մեր անվտանգությունը այդպես է, հաճախ նման բաները բանակից ավելի բանակը դու զարգացնես, սրանք այս նման հարցերը չզարգացնես, նույն թույլ երկիրն ես մնալու, ինչ տարբերություն։ Կապանում բնակարանային ֆոնդի, ես այսօր գնացել եմ շենքերով, առաջել էի պտտվել, այսօր նորից ավելի պտտվեցինք, այդ ի՞նչ է շենքերի վիճակը։ Բնակարանային ֆոնդի հարց պետք է լուծվի։ Այսօր ինչպես է, երիտասարդը չի ամուսնանում, ինչի, որովհետև մտածում է, մանավանդ մի քանի երեխա եղան ընտանիքում, մտածում է գան որտեղ ապրեն։ Ասենք 3 սենյականուց բնակարան է, 2-3 եղբայր են, որտեղ գա ապրի, այդ հարցիներ ենք հասկանում, չէ՞, այդ աղջիկը գա որտեղ հանձնական տարածք է, մասնավոր կյանք է, արժանապատվություն է, վերջը ընտանիքում անախորժություն որ չլինի, պետությունը նման դեպքերում պետք է գա մարդ կողքը կանգնի, պետքա ծրագրեր անի, ոչ թե ամեն sense քայլափոխի էլ էլ չի լինի, ձրի ամեն ինչը բաժանը, չէ, պետքա օգնես աշխատանքի տեղավորես։ Այդ մարդուն գնաս հարցնես, ասես, ինչ փեշակ ունես։ Կարող է օրինակ վարսավիրական գործ գիտի, կարող է շինարար է, կարող է ուզում է վերապատրաստի, գնաս 6 ամիս դասեր անես, օգնես մարդը աշխատանքի տեղավորվի, վարկ վերցնի կամ չգիտեմ ծրագրեր իրականացնես, այդ մարդն էլ գումարը տա սկսի վճարել այդ երեխեքի իր բնակարանի համար։ Ինչքան լավ կլինի, համ այդ մարդը իրան լավ կզգա։ Համ էլ պետությունը կապահոված կլինի, որ բնակարանային ֆոնդը նաև կարողանում զարգացնել։ Մյուս կարևոր հարցերից մեր կրթության առումով մի լրացում անեմ։ Մենք հատուկ ենք նախատեսել, որ միջին հիմնական դպրոց ավարտողը միաժամանակ զուգահեռ պետք է ստանա նաև միջին մասնագիտական կրթություն։ Այսինքն ստացավ ատեստատը, այսպես մեր լեզվով ասած, ինքը միաժամանակ պետք է ստանա նաև միջին մասնագիտական որակավորում, օրինակ սանտեխնիկ, վարսավիրական գործ, վեբ դիզայներ եւ այլն։ Այսինքն սա ինչի համար են կարել, որ այդ մարդը նախ ինչ որ մի փեշակ ունենա արդեն։
Եվ երկրորդը, այդ մասնագիտությունները զարգացնենք մեր երկրում եւ դա պատվերները պետք է տա պետությունը։ Այս շատ կարեւոր է։ Մյուս հարցը, որը նույնպես ես արդեն սկսեմ նաեւ ամփոփելը, բայց մի կարեւոր հարցի եմ ուզում անդրադառնալ, Ժողովուրդ ջան։ Ես խնդրում եմ ձեզ նաեւ մտածեք, թե մեր երեխեքի համար, մեր նաև կրթական համակարգի համար, թե իսկապես ով կարող է լուծումները, մեր մասնագետները պետք է այդ լուծումները տան։ Մի կարևոր հարց, որ վերաբերում է համայնքային ինքնուրույնությանը։ Ես արդեն հարցով պատասխանեցի, հիմա ուղղակի կարճ ասեմ, որ համայնքներին պետք է տրվեն ինքնուրույնություն։ Սա շատ կարևոր է։ Համայնքի ղեկավարը ոչ թե ձայն հավաքող է իշխանության համար, այլ պետք է լինի պաշտոնյա, որին պետք է որոշի համայնքը թե ում ընտրի, ու ինքը պետք է լինի մարդ, ով ինքնուրույնություն ունի, ժողովրդի մասին կարողանում է ժողովրդի համար ծրագրեր իրականացնել։ Մեր Սփյուռքի համար եմ ուզում խոսել։ Մեր Սփյուռքը պետք է ունենա մեծ ներգրավվածություն մեր երկրի զարգացման հարցերին։ Նրանք մեր հայրենակիցներն են, մեր ընկերներն են, մեր բարեկամներն են։ Նկատի ունեմ այսօրվա այս Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը պետք է վերացվի, մենք պետք է համակարգ առանձին ստեղծենք եւ այլն, բայց նրանց շատ պետք է ներգրավենք մեր ծրագրերի իրականացմանը, արտոնյալ, առանձին ծրագրերով եւ այլն, որովհետեւ նրանք մեր հայրենակիցներն են, մեր հայ ժողովրդի անբաժան մասը։ Գյուղի հետ կապված ես խոսեցի եւ ոռոգման ջրի եւ մյուս պայմանների հետ կապված։ Եվ հիմա ուզում եմ կարևոր մի հարց քննարկել, որոնք վերաբերում են մեր երկրում այս ընտրությունների վիճակին։ Նայեք։ Այսօր նորից էլի ուզում եմ ասել, որ շատ է այս աշխարհաքաղաքական Ժողովուրդ ջան, այդ բաժանումները եւ մարդկանց այդ վախերով պահելը։ Մենք պետք է ընտրությունը կատարենք նկատի ունենալով, թե ով կարող է երկիրը այս վիճակից, ով է հասկանում պետությունից, ով կարող է կառավարել այդ պետությունը։ Ոչ թե որ ասենք մեկը ասում է նոստալգիայով է գալիս իշխանության, իմ ժամանակ լավ է եղել, այն մեկը ասում է, չգիտեմ, ուրիշ բաներ եւ այլն, արտասահմանում է հաջողության ասել։ Մենք կարևոր է մեզ համար մեր պատկերացումը, որ օրինակ մեր ուժի, քաղաքական ուժի դեպքում ես ինքս պատկերացնում եմ, ես Հայաստանից տեղ չունեմ, որևէ մեկս գնալու։ Մենք պետք է ապրենք, շարունակենք ապրել Հայաստանում, արարենք, ստեղծագործենք մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Եվ ամենակարևորը, մենք պետք է մտածենք այսպես. ում ենք մենք ընտրում այս ընտրություններում, ում ենք մեր իշխանությունը փոխանցում որպես ներկայացուցիչներ, որ մեր երկրի ձեր երեխաների վերաբերյալ որոշումներ կայացնեն։ Ես խնդրում եմ ձեզ, որպեսզի դուք հստակ իմանաք, Ժողովուրդ ջան, քվեախցիկում գաղտնի է քվեարկությունը։ Որևէ մեկը չի կարող վերահսկել գաղտնիությունը։ Իշխանությունը անընդհատ փորձում է ստեղծել տպավորություն, շատ տեղերում էլ մարդկանց ասում են կնկարեք, կբերեք եւ այլն, կամ իմանալու ենք մեկը, օրինակ փոքր համայնքներում ասում են, եթե մեր ներկայացուցիչ չընտրվի, մեկը իմանալու ենք։ Այդպիսի բան չկա։ Ես որպես ձեր իրավունքների պաշտպան, հատուկ ասում եմ, նման բան չկա, Ժողովուրդ ջան, հանկարծ այդ վախերին տուր չտաք։ Դուք քվեախցիկում ամենաուժեղն եք, ամենազորեղն եք։ Այդ պահին ձեզ է պատկանում ամբողջ իշխանությունը։ Ձերն է ամբողջ իշխանությունը, այ որ քվեախցիկում դուրս եկաք, քվեատուփի մեջ գցում եք այդ քվեաթերթիկը, ձեզանից այդ պահին գողանում են իշխանությունը, ընտրությունը գողանում են ձեզանից։ Ով ընտրակաշառք է փորձել տալ, վախեցրել է, ամբողջը նույնն են։ Եվ դուք պետք է մենք որոշենք մեր երկրի ապագան, այս սա էր կարևորը։ Եվ հանգարց խնդրում եմ ձեզ չվախենաք որևէ հարցից չճնշվեք, որովհետև մենք պարտավորվում ենք լինել, ես պարտավորվում եմ լինել Հայաստանի իրավունքների պաշտպանը։ Մինչև վերջ ամեն մեկի իրավունքը պաշտպանելու ենք։ Հայաստանը պետք է տեր լինի բոլոր հայերին։ Հայաստանից պատասխան տվող պետք է լինի բոլոր հարցերին։ Մենք ունենք այդ պատասխանը տալու եղանակը, ձևը ու անպայման տալու ենք այդ պատասխանները, Ժողովուրդ ջան, որովհետև կան բոլոր լուծումները։ Ոչ թե խնդիրը նրանումն է, որ մենք խնդրեմ ունենք։ Ոչ թե խնդիրը այն է, որ մենք խնդրեմ ունենք, այլ որ մենք այդ խնդրեմը լուծող չունենք։ Սա է խնդիրը, որովհետև լուծել պետք է իմացող մարդ լինի եւ կարողություն եւ ձևնել իմանա, ինչպես կարող ենք լուծել այդ խնդիրները։ Շատ շնորհակալություն։ Քվեարկեք միասնության թևերի օգտին։ Քվեաթերթիկ համար 6